վստահ եմ, մայիսի 5-ին մեր երևանցին իր ձայնը տալու է ավելի լավ Երևան։ Հնարավոր է հանրապետականը կոալիցիա կազմի այլ խմբակցությունների հետ անցած քաղաքապետ Ավագյանի անցած։ Անցած Ավագյանի եթե անցնեն այլ խմբակցություններ էլ ձևավորեն նրանց հետ կոալիցիա կազմի։ Մի հատ համբերենք ընտրությունները անցնեն, տեսնենք մեր քաղաքացիները ում են վստահում, բայց այսօր այդ խնդիրը չկա, զարմանում եմ, որ նման հարց է։ Պարոն Մարկյան, ինչ եք կարծում, ձեր վարկանիշն է ավելի բարձր Երևան, թե Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը։ Իստումը դա ինձի պետք է չհարցնեք, ով վարկանիշներով են զբաղվում, իրենց էլ հարցրեք։ Պարոն Մարկյան, տեղյակ եք, որ ընդդիմությունը իրանք են, հա, սոցիոլոգիական հարցումները, իրենց է հարցրեք։ Եթե դուք ավելի շատ ձայն եք հավաքականաբար, ձեր վարկանիշը ավելի բարձր, գիտեք այս հարցի չեմ տալիս, որովհետև հիմնականում գովազդային պատճառների վրա եւ այլն քարոզությունը տարվում է այն կոնտեքստում, որ հիմնականում եթե ոնց որ դիք շեշտը դրված է ձեր անձի վրա, չնայած նա որ համամասնական Ես քաղաքապետն եմ կիսում, և նաև հանրապետական կուսակցության ցուցակը, որում հիմնականաբար կարծիքով դա է պատճառը և դրանով ձեզ չանհանգստացնել։ Պարոն Մարկյան, ընդդիմությունը առաջարկում է ձեր դեմ պայքարը միասնաբար տանել մյուս խմբակցություններին, ոնց կարձագանքեք եւ նաեւ մեղադրում էր այսօր Լևոն Զոհրաբյանը։ Ինձ թվում է դուք պետք է ընդդիմությունից հարցնեք եւ ձեր նախորդ հարցին պատասխանեմ, երբ որ բոլորով միացել են իմ դեմ աշխատելու, ուրեմն վարկանիշը դուք արդեն Չէ, պարոն Մարկյան, Չէ, ասում են, որ դուք օրինակ կոռուպցիոն ռիսկերում եք ներգրաված սխեմաներում, Լևոն Զոհրաբյանն է այսօր ասել, ատկատներով եք զբաղված, տեսանյութ են տարածել։ Նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուղղակի ամոթ է նման, հա, խոսակցություններ խոսել, եթե նման խնդիրներ կան իրավապահ մարմիններ։ Եթե իրանք նման արտահայտություններ են անում, թող դիմեն իրավապահ մարմինների։ Գոնե մենք, հանրապետական կուսակցությունը, իդեմս ավականու ցուցակի ես պարզ ճակատով եմ երևանցիների առջև կանգնում, պարզ ճակատով եմ մեր բնակիչների հետ շփվում, թողեն մարդիկ մտածեն, ովքեր արտահայտվում են, ովքեր չեն կարողանում քաղաքացիական երեք Լևոն Տեր-Պետրոսյանը մոռացել եք տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ այս ժողովրդի գլխին ինչ են։ Պարոն Մարկյան, երեք Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ խամաճիկ անվանեցին, արձագանքեք իրեն։ Ինձ թվում է համապատասխան մարդիկ արձագանքել են, թող ամեն մարդ ինչ խոսում է իր մասին թող խոսի, առաջինը հայլու մեջ նայել է։